իմաստային շարքերը։ Նույն բառը ունի իմաստային երանգներ։ Դնել բառը օրինակ նշանակում է նաև կառուցել, որովհետև որմնադիր նշանակում է պատկառուցող։ Ու տենց լիքը այդ իմաստային երանգները մենք նույնությամբ տեսնում ենք շումերերենում եւ հայերենում։ Թոնիր բառը տարածաշրջանում ինչքան ասկա բոլորը ունի։ Հասել է անգլերենին, ռուսերենին, տոնդիր են ասում։ Շումերերենում ու հայերենում ամենակ։ Երկրորդ ձևը թորոն, շումերերեն հայերեն, ոչ թե թոնիր, թորոն, մենակ հայերեն շումերներն են ասում, բայց սաղ տարածաշրջանը ինչի է ուրիշ ձևի ասում, մենք ուրիշ ձևի, ամբողջ տարածաշրջանը աստղերին ահագին ուրիշ ձևի ասում, մենք ու շումերներն են, որ նույն ձևի ենք ասում, այսինքն եկանք հասանք նրան, որ բացի լեզվից, արդեն կրոնը, աստղային պատկերացումը, աշխարհի մասին պատկերացումը չի տարբերվում, եթե փոխառություն է լինում, իմաստներից բազմիմաստ բառի մի իմաստն են վերցնում։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Այսօր Երևանում լիքը մարդ արհեստավորները ասում են կլուչ։ Փականագործի կլուչի մասին է խոսքը, որ ռուսերենից են վերցրել։ Դա սովորական գործիքի անուն է։ Բայց ռուսերեն կլուչ նշանակում է տան բանալի օրինակ։ Մերոնք տան բանալին կլուչ չեն ասում։ Կլուչ ռուսերեն նշանակում է աղբյուր, ակունք։ Հայերը աղբյուրին կլուչ չեն ասում։ Այսինքն, եթե դու օտարից մի բառ ես վերցնում, դու վերցնում ես շատ նեղ մի կոնկրետ իմաստով, դու իր ամբողջ իմաստային դաշտը չես կարող վերցնել, որտեղ դու չգիտես։ Այդ փականագործի գործիքը սովետական Հայաստանում, Ռուսաստանից եկավ, ասեցին կլուչ։ Բայց այդ ասողը շատ չգիտի, այնտեղ աղբյուրին են ասում կլուչ։ Երբ որ նայում ենք իմաստային ամբողջ խումբը շումերական մեկ բառի, մենք տեսնում ենք, որ այդ ամբողջ խումբը կա։ Այո, այստեղ էլ կան համամարտկային բաներ։ Օրինակ աչք նշանակող բառը կարա նշանակի աղբյուր, ակունք եւ այլն։ Այդ տեսակ համամարտկային բաներ էլ կան, բայց այնտեղ կան այնպիսի սպეციფიկ խիստ առանձնահատուկ բաներ։ Անհնար է, որ երկու ազգ, երկու լեզու մեկը մյուսից վերցնի ու լինի տարբեր ազգ։